Նիկոլ Փաշինյանի եւ հայ առաքելական եկեղեցու հակամարտությունն այս շաբաթ միանգամայն նոր հարթություն մտավ իշխանությունների կողմից հոգեվորականների դեմ հալածանքների տեսք ստանալով։ Այդ հալածանքներն իրենց գագաթնակետին հասան ուրբաթ օրը, երբ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության տասնյակ աշխատակիցներ գրոհեցին մայրաթոռը, հանդիպելով հոգեվորականների եւ վեհարանի բակում հավաքված շարքային հավատացյալների համառ դիմադրությանը։ Եկեղեցու եւ Փաշինյանի պայքարը նոր, առավել անողոք եւ նույնիսկ գռեհիկ դրսեւորումներ ստացավ շաբաթասկզբին, երբ կառավարության ղեկավարը հոգեվորականների դեմ դեռևս միայն բանավոր հարձակումների արանքում նախ պարբերաբար հավատարմության երթումներ էր տալիս։ Ես հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ եմ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի։ Սրտի տրոփյունով է լսում մեր սուրբ պատարագի ելևէջներն ու ուղերձները։ 35 տարի շարունակ ամեն օր Աստծո առաջ ծնկի է գալիս եւ աղոթում։ Սիրտն ու ծունկը չէին սակայն Նիկոլ Փաշինյանի մարմնի այն մասերը, որոնք այս շաբաթ հայտնվեցին հանրային ուշադրության կենտրոնում։ Կտրիչ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիչ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը։ Հայաստանի բազմադարյա պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի առաջին ղեկավարը, որի ոչ թե քաղաքականությունն, այլ առնանդամը սկսեցին քննարկվել միջազգային մամուլի էջերում, Եվրոնյուզից մինչև ռուսական եւ ուկրաինական լրատվամիջոցներ։ Հաջորդող օրերին կրքերը եկեղեցու շուրջ էլ ավելի թեժացան։ Երեքշաբթի երեկոյան քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը պատկանող եւ տարատեսակ արտահոսքերով հայտնի Civic AM կայքը մի փաստաթուղթ հրապարակեց, որը ներկայացվում էր որպես ընդդիմության հեղինակած հեղաշրջման պլան։ Մեկ օր անց արդեն այս փաստաթղթի հրապարակման արդիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկրի ողջ տարածքում խուզարկություններ եւ ձերբակալություններ սկիզբ առան։ Առաջին հարվածն իր վրա ընդունեց Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, ինչը նրա փաստաբանի պնդմամբ սպասելի էր։ Երեկվա պլանի հետ կապված պարզ է, որ այսօր նման տիպ գործողություն կատարվելու է։ Միակ ահաբեկչության հետ կապված ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող է տեղ լինել։ Խուզարկություններին զուգահեռ քննչական կոմիտեն սկսեց ձայնագրություններ հրապարակել, որոնցում ենթադրաբար Բագրատ Սրբազանն ու իր աջակիցները քննարկում էին տարատեսակ ակցիաներ կազմակերպելու ձևերն, այդ թվում հաքերային հարձակումները, ճանապարհային երթևեկության կաթվածահարանելու հնարավորությունները։ Գաղտնալսումներում միտեղ հնչում էր նաև գյուլել բառը, քաղաքացիական պայմանագրի ղեկավարությանն այն տպավորել էր։ Թե ինչպես էր Սրբազանը պատերի տակ գյուլում, գնդակահարում, անշուշտ Կտրիչի օրհնությամբ եւ Սամոների աջակցությամբ։ Իրավապահների բացահայտումները սակայն այնքան էլ միանշանակ չէին։ Սկսենք նրանից, որ խուզարկությունների ժամանակ հայտնաբերված զենքերն օպերատիվ տեսանյութերում պատկերված էին իրենց թույլտվություններով հանդերձ, ինչը կարող էր միայն մի բան նշանակել, որ դրանք օրինական են։ Առնվազն մի կադրում առգրավված զինամթերքի շարքում չգիտես ինչու հայտնվել էին նաև կրակված պարկուճներ։ Ամենացնցողը սակայն կանխված հեղաշրջման ժամկետներն էին։ Իդեպ քննչական կոմիտեն որպես իր եղենապացույց տարածել է նաև այսպես կոչված հեղաշրջման պլանի լուսանկարը։ Եվ եթե իշխանական լրատվամիջոցը Civic-ը այդ նույն փաստաթուղթը 3 առաջինը հրապարակելով փակել էր այդ պլանի ժամկետը, ապա այսօր քննչական կոմիտեն այն բաց ներկայացրել է։ Գործողության ժամկետը նշված 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 30-ը։ Այսինքն հեղաշրջման պլանը ըստ քննչականի հրապարակած լուսանկարի նախատեսված էր անցած տարվա համար։ Այս հակասությունը սակայն քպեականներին չխանգարեց, որ նրանք շարունակեին պնդել, սա ոչ թե բացահայտում է, այլ կանխում։ Օկտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27 է նոր կանխվել։ Օկտատերերի մեկ այլ խումբ էլ հիշեց, Նիկոլ Փաշինյանը միշտ չէ, որ ահաբեկչության հանդեպ նման խիստ անհանդուրժող վերաբերմունք ուներ։ Եթե Բագրատ Սրբազանի ենթադրյալ գործողություններն այդպես էլ իրականություն չէին դարձել, ապա Հայաստանի նորագույն պատմության մեկ այլ դրվագում 2016-ի ամռանը Սասնա ծռերը եւ կրակել էին, 3 ոստիկան սպանելով եւ գրոհել էին պետական հաստատությունների վրա, 2 շաբաթ շարունակ դիրքավորված մնալով ՊՊՑ գնդի տարածքում եւ պատանդներ էին վերցրել այդ թվում շտապօգնության բժիշկներին։ 9 տարի առաջ սակայն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այս ամենում ոչ մի սարսափելի բան չէր տեսնում։ Սասնա ծռեր խմբի անդամներին
փորձ է արվում ներկայացնել որպես ուղղակի ահաբեկիչ։ Գիտեք, սա նշանակում է առնվազն չիմանալ, շփում չունենալ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։ Այսօր արդեն իշխանավոր Փաշինյանի մոտեցումները փոխվել են։ Բագրատ Սրբազանի անցյալ անկատար հեղաշրջման բացահայտումը ըստ վարչապետի այնպիսի սխրանք է, որն արժանի է խրախուսման։ Կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման։ Կպարգևատրվեն արդյոք ուրբաթ-օրը Մայրաթորի գրոհին մասնակցած ոստիկաններն ու ԱԾԱ-կանները դժվար է ասել, ամեն դեպքում իրենց տրված հրամանը նրանք այդպես էլ կատարել չկարողացան։ Հոգևորականներն ու հավատացյալներն այդպես էլ չթույլատրեցին, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Հաճապահյանին ուժային ճանապարհով բերման ենթարկեն, եւ նա կարողացավ արժանապատիվ կերպով իր ոտքով ժամանել քննչական կոմիտե։ Ողջույն ով որ քրիստոնյա է։ Ով որ քրիստոնյա չէ, ողջույն չի։ Հաճապահյանի հետ տեղի ունեցածը կրկին լուրջ հարցեր առաջ քաշեց ուժայինների, եթե ոչ հավատարմության, ապա գոնե էֆեկտիվության առումով։ Սա վերջին 10 օրում արդեն երկրորդ դեպքն էր, երբ նրանք չէին կարողանում կատարել իշխանությունների հրահանգը։ Առաջին դեպքն անցած շաբաթ էր, երբ ուժայինները անգամ չհանդգնեցին գրոհել Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատունը։ Էջմիածնում էլ թեև գրոհ եղավ, սակայն ավարտվեց կատարյալ անհաջողությամբ։ ԱԱԾ-հատուկ ջոկատայինները Մայրաթորում նաև բավական ազդեցիկ հոգեբանական դիմադրության բախվեցին աղոթքների, հորդորների, նաև Տիգրան Չուխաջյանի լեբլեբիջիների հայտնի խմբերքի տեսքով։ Ինչ են volini չենք հանդուրժի պարտություն Չնացիք առաջ Չէ թողում, ավազանից ծնված Ուր են գնում տեր հայց Ուխտի եք եկել տղեր ջան, եկել եք ուխտագնացություն կազմակերպեք Մայրաթոր Ով գիտի, գուցե պարգևատրում ստանան գյումրեցի իրավապահները, որոնք ուրբաթվա առավոտյան մուտք գործեցին Շիրակի թեմի առաջնորդարան, շատ լավ իմանալով, որ Միքայել Սրբազանը այնտեղ չէ։ Նշխարք կնայեք, ինչ են փնտրել նշխարքի մեջ, ինչ են փշրել։ Հասկանում եք, այս Քրիստոսի մարմինն է խորհրդանշում։ Միքայել arczepiskopos Հաճապահյանի դեմ հարուցված քրեական գործը պակաս հետաքրքրական չէ։ Բարձրաստիճան հոգևորականին 2025 թվականի հունիսին մեղադրանք է առաջադրվում գրեթե 2 տարի առաջ 2024-ի ձմռանը ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար։ Հունիսի 28-ին դատախազությունը պնդեց, թե քրեական գործը հարուցվել է այն պատճառով, որ Հաճապահյանը գրեթե 2 տարվա վաղեմության իր կոչը հունիսի 21-ին մեջբերում վերահաստատել է։ Եվ ասել են պետք է ռազմական հեղաշրջում։ Բայց արի ուտես, որ ընդամենը մի քանի օր առաջ նույն դատախազությունը պնդում էր, որ Հաճապահյանի դեմ քրեական վարույթը նախաձեռնվել է հունիսի 17-ին, այսինքն ավելի վաղ, քան կատարվել էր Հաճապահյանի դեմ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացած արարքը։ Ավելին, ըստ Դանիել Հովհաննիսյանի, իր ղեկավարած կազմակերպությունը Հաճապահյանի հեղաշրջման կոչերի մասին հայտարարությունների առթիվ քրեական գործ հարուցելու խնդրանքով դատախազություն էր դիմել դեռ 2024-ի գարնանը, սակայն մերժում էր ստացել։ Դատախազությունը պնդել էր, թե Հաճապահյանի հայտարարություններում հանցակազմ չի հայտնաբերվել։ Անկամ ուզում եմ իմ ժողովրդից ներողություն խնդրել, որ երբեմն պինդ պաշտպանել եմ հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին վեհապարից սկսած մինչև եպիսկոպոսներ։ Մեր զավակների ազատ արձակ Արամ Զավենի Սարգսյանը մեկն էր այն ֆորմալ եւ ոչ ֆորմալ նիկոլականներից, որոնք այս շաբաթ խստորեն քննադատում էին հայ առաքելական եկեղեցու առաջնորդին ու բարձրաստիճան մյուս հոգևորականներին, կուսակրոնությունը խախտելու, Բագրատ Սրբազանի գործողությունները չդատապարտելու եւ ընդհանրապես իշխանություններին հակաճառել հանդգնելու համար։ Կարելի է ենթադրել, որ նմանատիպ հարցազրույցները Գարեգին II-ի դեմ հոգեբանական ճնշման
մարտավարության մի մասն են, որի վերջնական նպատակն ըստ ամենայնի ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարականի դրդելն է։ Այդ ճնշման եւս մեկ դրսևորումը հայ առաքելական եկեղեցու առաջնորդի մասին ակնհայտ սուտ տեղեկությունների տարածումն է, այդ թվում հարկատուների փողերով ֆինանսավորվող հանրային հեռուստատեսության եթերում։ Այս շաբաթ այս գործում աչքի ընկավ կոնսերվատորիայի շրջանավարտ, նախկին հեռուստահաղորդավար, այժմ երևանյան ՀԿ-ներից մեկի ասոցացված փորձագետ Էլեն Հոխիկյանը։ Բայց եկեղեցին այս երկար տարիների ընթացքում անգամներ փորձել է այնուամենայնիվ խառնվել քաղաքականության մեջ, մեր նույն կաթողիկոսով լուրեր պատերազմի ժամանակ 2020 թվականի Տիկին փորձագետը սակայն մեղմ ասած ճիշտ չէր խոսում։ Նախ Գարեգին II-ը պատերազմի առաջին իսկ օրը ընդհատել էր այցը Իտալիա եւ վերադարձել էր Էջմիածին։ 2020-ի սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի հետ պատերազմի 3-րդ օրը Գարեգին II-ը հանդես էր եկել ծավալուն մի ուղերձով։ Արցախ աշխարհի ազատությունն ու անկախությունը, խաղաղ ու ստեղծագործ կյանքը, մեր սրբազան արժեքները պաշտպանելու գոյամարտն ենք վերստին մղում այս օրերին։ Նորորյա մեր պատմության այս վճռական պահին։ Եվս մեկ ուղերձ Գարեգին II-ը եղել էր 2020 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ արդեն կորսված էին Հադրութը եւ Լեռնային Ղարաբաղին հարող շրջանների մեծ մասը։ Սիրելի զավակներ մեր ազգի ու հայրենիքի համար վճռորոշ այս պահին հերթական անգամ հայրապետական մեր ուղերձն ենք հղում ձեզ։ Մեր քաջարի զինվորները ապավինած տիրոջ զորությանը եւ մեր տաճարներում մատուցվող աղոթքներին շարունակում են խիզախությամբ դիմագրավել եւ հակահարված հասցնել թշնամուն։ Ամուր գիտակցությամբ, որ հաղթանակն է երաշխիքն ու գրավականը Արցախի հանրապետության անվտանգության ու անսասանության։ Այս շաբաթվա իրադարձությունները նաև ցույց տվեցին, որ Փաշինյանի ու նրա թիմի հույսերը, թե եկեղեցին այս աննախադեպ քարոզչական ու ուժային ճնշման ներքո կպառակտվի, առայժմ չեն արդարանում։ Եվ եթե չկան ճամբարափոխ եկեղեցականներ, ուրեմն պետք է ստեղծել նոր այլընտրանքային եկեղեցի։ Դագավին վարչապետի մելանը չչորցած, արդեն ես դիմումնակիրը գրեցի։ Այս շաբաթ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն ներգրավված է կաթողիկոսի հեռացման համակարգող խմբի ձևավորման գործում։ Այդ խմբում է նաև այս կարգալույծ արված բուլղարահայ քահանան, որի խոսքով մտահաղացումը հետևյալն է՝ հրավիրել այլընտրանքային ազգային եկեղեցական ժողով, ընտրել տեղապահ, ըստ էության այլընտրանքային կաթողիկոս, որն ի դեպ ըստ նախկին հոգևորականի ընդհանրապես կարող է եկեղեցու սպասավոր չլինել։ Կարող է նույնիսկ աշխարհական լինի, որ հրավիրվի հոգևորական լինելու եւ սպառեցնելու այդ ճաշտը։ Եվ մինչ եկեղեցու դեմ պայքարում իշխանությունների գլխավոր դաշնակիցները կարգալույծ հոգևորականներն են, ամենայն հայոց կաթողիկոսի եւ հայ առաքելական եկեղեցու դաշնակիցների թվում են քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այն նույն օրը, երբ իշխանական ողջ քարոզչամեքենան թնդում էր կանխված հեղաշրջման մասին լուրերից, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ իր աջակցությունը հայտնեց Գարեգին II-ին, այս անգամ ոչ թե մայրաթոռ գնալով, այլ իր տանը հյուրընկալելով հայ եկեղեցու Հովվապետին։ Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը որպես Հայաստանի քաղաքացի նա ունի։ Ամենայն հայոց կաթողիկոսն ու առաջին նախագահը Սամվել Կարապետյանին իզուր չէ, որ հիշել էին այս շաբաթ երկամսյա կալանքի մեջ գտնվող Տաշիր գրուպի սեփականատերը սկսել էր բանտից քաղաքական ուղերձներ հղել։ Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի, ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի, չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, փոքրիկ խմբակը չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի։ Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը։ ՔՊ-ի այն անդաստիարակ հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները։ Այս մի ուղերձից ժամեր անց Սամվել Կարապետյանն
Արմավիրի բանտից տեղափոխվեց ազգային անվտանգության ծառայության տարածքում գտնվող Երևան կենտրոն կալանավայր, որը հայտնի է անհամեմատ ավելի խիստ բարքերով եւ մեկուսացման անհամեմատ ավելի բարձր մակարդակով։ Եվ մինչ Կարապետյանը Նալբանդյան 104 հասցեում գտնվող մեկուսարանում էր, այնտեղից ընդամենը մի քանի 100 մետր ներքև կառավարության շենքում որոշում էին նրա ամենաարժեքավոր հայաստանյան ակտիվի՝ Հայկական էլեկտրացանցեր ընկերության ճակատագիրը։ Հիմա տեսեք, օրինակ, երեք ես մասնակցում էի կոմպլեքս հիպերմոլի բացման արարողությանը եւ բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Պատկերացնում եք, մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել, 70 միլիոն, համեն դեպս ես ինձ տենց ասցին եւ չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ։ Երկու սնուցում ունի տվյալ կազմակերպությունը մոլը, մեկը սնվում է Կարիտաս 1 գծից, որը որևիցե ձեով որևիցե պատկանելություն հեծին չունի, սա վերաբերում է այլապատկան ենթակայանների այսպես կոչված, եւ երկրորդը նախին պաշտպանության նախարարության շենքից, որը տրված է հիմա պետեկամուտների կոմիտեին։ То есть դա մերը չի։ Հեցի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի բացատրությունները սակայն կառավարությանը քիչ են հետաքրքրում։ Նիկոլ Փաշինյանի խոսքից հասկացվում է, որ իշխանությունների համար ցանցերի պետականացումը կամ առնվազն դրա կառավարումը Սամվել Կարապետյանի ձեռքից վերցնելն արդեն իսկ որոշված հարց է։ Հուլիսի 1-ին կառավարությունն ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրում, որի օրակարգում է նաև էներգետիկայի մասին օրենքում փոփոխությունների փաթեթը։ Այլ հարց է, որ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ էլեկտրական ցանցերի պետական կառավարումը ավելի արդյունավետ է լինելու, քան մասնավորը։ Շատ վատ վիճակ է լինելու պետական կառավարման պարագայում, շատ վատ վիճակ։ Իսկ եթե արդեն գիտեն, թե ում են տալու պետականացնելուց հետո, այսպես տեսականորեն պատկերացնենք, որ պետականացվել է, դա արդեն քրեիրավական գնահատականի արժանի է։